Բարի լույս, եթերում առավոտը շանթումն է, այսօր ապրիլի 22-ն է, 3 շաբթի։ Լույս բայրի։ Իսկապես արդեն ապրիլի 22-ն է և հուսով եմ, որ հիշում եք, որ այսօր ծնվել է Նաբոկովը, ոչ թե Լենինը, լավ կլիներ Լենինը չծնվեր, իսկ Նաբոկովը ծնվեր կամ երկու անգամ Նաբոկովներ ծնվեին։ Լենինի փոխարեն էլ ծնվել։ Այո, Լենինի փոխարեն է ծնվել 1870-ական թվականներին։ Կաթողիկ աշխարհը գիտենք բոլորս սգում է, այո, Հռոմի Պապը հեռացավ կյանքից, դե ինչ ասենք։ Ինձ թվում է, որ Հռոմի Պապը այնտեղ է, որտեղ որ պետք է գտնվեն բոլոր։ Բայց ես կարծում եմ, որ աշխարհը շատ շուտով կտեսնի նոր Հռոմի Պապի եւ իզուր չէր անցյալ տարվա նկարած ֆիլմերից ամենագլխավորներից մեկը, այո, որը հենց պատմեր կարծես թե այս պատմության մասին։ Ասացիք, որ շատ շուտով ինչ չի թվում, ինձ թվում է դժվար ընտրություն է տեղի ունենալու, բայց 90 օրվա ընթացքում։ Դե միգուցե նաև, չէ, 90 օրվա ընթացքում պետք է կազմակերպվի, թե երբ կընտրվի, մինչև չընտրվի, այնտեղ փակ կմնան։ Կարծում եմ կոնկլավը հենց դրա մասին էր, որ շատ երկար կարող է տևել Հռոմի Պապի ընտրությունը, բայց ինչևից է կաթոլիկ եկեղեցին առանց գլխավոր հոգևորականի չի մնա երկար։ Անշուշտ չի մնա եւ կարծում եմ, թե ամբողջ կաթողիկ աշխարհն է այս պահին սգում եւ ոչ միայն կաթողիկ աշխարհը շատ բարի անձնավորություններ, տարբեր կարծիքներ կան Հռոմի Պապի մասին, բայց օրինակ նա միջև իր մահանալը փոխել է շատ կանոնները, օրինակ հողարկավորության հետ կապված։ Շատ ավելի հասարակ է դառել հիմա այդ process-ը, միջև այդ օրինակ Հռոմի Պապերին թաղում են 3 դագաղներում։ Իրար ետևից 3 փայտ, հետո մետաղ, հետո նորից փայտ։ Իսկ ինքը ասել է, որ ինձ հասարակ փայտի դագաղի մեջ պետք է թաղեք եւ վերջ։ Օրինակ ասել է, որ պետք չի, որ իմ դին դրվի մայր տաճարում եւ մարդիկ գան եւ չգիտեմ ինչ անեն։ Վերջը շատ ավելի པարզ եւ հասարակ էր։ Իսպանիայում երրորդյա ուրեմն սուկ է հայտարարված։ Իտալիայում է սուկ, ֆուտբոլային խաղերն են չեղարկվել եւ հետաձգվել են։ Էֆելյան աշտարակի լույսերը անջատվեցին գիշերը, նաեւ պետք է ասենք, որ Հայաստանի Հանրապետությունից են նաեւ վարչապետն ու նախագահը ցավակցության հերագրեր են ուղարկել դեպի աշխարհի բոլոր ղեկավարները։ Այս թեման ես կարծում եմ, որ դեռ շատ երկար կքննարկվի։ Այո, աշխարհի ամենահայտնի արգենտինացիներից մեկը, միգուցե Մեսսից հետո հեռացավ կյանքից։ Ով կլինի հաջորդ Հռոմի Պապը կիմանանք, շուտով թե չշուտով կիմանանք եւ միգուցե նա օրինակ լինի սևամորթ, ինչու ոչ, առաջին անգամ, չէ՞ որ Պապ Ֆրանցիսկ առաջին արգենտինացին էր եւ առաջին լատինամերիկացին էր, որ դարձավ Հռոմի Պապ։ Ամեն ինչ կարող է լինել եւ տեղի ունենալ։ Հայաստանում ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթരാճ նախապատրաստություններ են շարունակվում։ Երևանի քաղաքապետարանից արդեն տեղեկացնում են, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին ժամը 8:30-ից մինչև 22:00 կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը։ Հրազդան մարզադաշտից կարող են մարդիկ տեղափոխվել անվճար դեպի Ծիծեռնակաբերդի տարածք։ Այս մասին առավել մանրամասն կտեղեկացնենք վաղվա մեր թողարկման ընթացքում։ Անշուշտ դրա մասին կտեղեկացնենք, հուսանք, որ տաքսիի գները չեն դառնա տիեզերական այդ օրը, ինչպես որ միշտ եղել է, հուսանք, որ մարդկանց խիղճը կարտանա վերջապես։ Մի քանի խոսք սպորտից ավարտվեց Մոլդովայում Կիշինեում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ունենք 2 ոսկե մեդալ, շատ ուրախացա երեկվա Արազդատ Լալային համար, չնայած մեկ վայրկյան անգամ չէի կասկածում, դարձավ կրկնակի Եվրոպայի չեմպիոնը Արազդատը, եւս մեկ անգամ ապացուցեց, որ նա ուժեղագույնն է այս պահին, թե Եվրոպայում, թե աշխարհում, եւ լավ լուրեր Կիշինյովից, թե Հայաստանի տղամարդկանց, թե կանանց ուրեմն հավաքականները եղան առաջինը մեդալային ուրեմն այդ հաշվարկում եւ աննախադեպ եւ սենսացիոն թվով մեդալներ ենք մենք նվաճել։ Մի կողմից շատ ուրախալի փաստ է, իհարկե, որ մեդալները այդքան շատ են, բայց մյուս կողմից, երբ որ հարց ու փորձ ես անում, թե ինչքան երեխա կամ երիտասարդ է զբաղվում սպորտով, առհասարակ հասկանում ես, որ ցավոք սրտի դա տարբեր բաներ են։ Այդ մեդալների հաշվարկները շատ լավ են եւ երբ որ մեդալները բերում են հավաքականի գլխավոր մարզիչները, միշտ ասում են դրանցով ուրախանում եւ բարձրանում ենք, բայց այն ինչ որ վերաբերվում է մանկական, պատանեկան եւ առհասարակ սպորտին առողջության համար
դրա մասին դեռ այդքան լավ լուրեր ձեզ չունենք Այո, ասելու։ բայց կարծում եմ, որ մեր չեմպիոնների եւս մեկ անգամ այսքան մեծ հաղթանակը մոտիվացիա կարող է հանդիսանալ շատ ու շատ երեխաների համար զբաղվել սպորտով եւ ամբողջ Եվրոպան ճանաչի, թե ովքեր են իսկական չեմպիոնները։ Այո, եւ հուսանք, որ տղաները եւ աղջիկները վերադառնան, կգան մեր տաղավար եւ մենք նրանց կշնորհավորենք հենց այստեղից ձեր հետ միասին։ Ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր, զրուցելու ենք տարբեր թեմաների շուրջ, բայց հիմա առաջարկում ենք լսել լավ երաժշտություն, վերադառնալ եւ շարունակել մեր առավոտվա եթերը։ Գնացինք։ Վերադարձանք գովազդից եւս մեկ անգամ հիշեմ Հռոմի պապին, նա առաջին էր Հռոմի պապերից, որ հրաժարվեց շքեղ պալատներից եւ բնակվում էր փոքրիկ հյուրանոցում 50 քառակուսի մետրի վրա։ Նա առաջին էր, որը հրաժարվեց ոսկե մատանուց եւ կրում էր արծաթե մատանի եւ վերջապես նա առաջինն էր, որ չէր թույլ տալի, որ իր զգեստը լվանա ինչ-որ մեկը, նա ինքն էր իր լվացքի հարցերը լուծում։ Այդպիսի Հռոմի պապ էին կորցրել։ Լվացքի խոսեցիր, ուզում ներկայացնել մեր հովանավորին Ստարկ ապրանքանիշը, որը ներկայացնում է Ստարկ լվացքի թերթիկները։ Չգիտեմ Հռոմի պապ օգտագործել էր թե ոչ, բայց պիտի ասեմ, որ սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես է սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Ստարկ լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Ստարկի պարագաները Օզոն կամ Wildberries Marketplace-ներից։ Ահա, marketplace-երի հարցերն էլ լուծեցինք, լվացքի թերթիկների հարցերն էլ լուծեցինք։ Հիմա մնում է պարզենք, թե լվացքից հետո ինչ է պետք անել։ Լվացք պետք է անել, թե ոչ։ Որտեղ չորացնել լվացքը։ Այո, խոսենք եղանակի մասին։ Սալուտ ներսից թե դրսից։ Ապրիլի 22-ին Հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ եւ ամպրոպ։ Օդերևութաբանները նաեւ կանխատեսում են հարավ-արևմտյան քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ելի մի փոքր կբարձրանա, ցերեկը 24-ից մինչև 26 աստիճան տաքություն կլինի։ Դիտենք այսօրվա եղանակի տեսությունը եւ վերադառնանք։ Գնացինք։ Եղանակները տաքանում են, շրջազգեստները կարճանում են, վերջին զանգը մոտենում է։ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է վերջին դասի օրը։ Վերջին դասը դպրոցների մեծ մասում տեղի կունենա մայիսի 23-ին, մայիսի 24-ին 6 օրի աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Նշվում է, որ 2024-25 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, եւ այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում վերջին դաս միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ։ Մշակութային վերջին զանգի
զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում։ Կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպված դպրոցները կպարգևատրվեն։ Միաժամանակ շրջաբերման գրության մեջ շեշտվում է, որ վերոնշյալ միջոցառումների կազմակերպման ընթացքում պետք է բացառել պարտադրված դրամահավաքը։ Այս թեմայի շուրջ մենք նաև հյուր ենք ունեցել նախարարության կողմից եւ խոսել էինք, որ պետք է անպայման վերջին զանգն այս տարի մշակութային դարձնել։ Հյուրը փորձում էր մեր բացատրել թե դա ինչ է, բայց ես տենց չի հասկացա։ Շուտով տղայիս վերջի զանգն է լինելու, վերջին դասը կգնամ եւ կտեսնեմ։ Տեղյակ չեք սցենարից։ Հələ ոչ մի մշակութային բան ինձ չի պատմել։ Տեսնեմ, միգուցե գնամ եւ ցնցվեմ այդ օրը։ Այո, եւ միգուցե դպրոցը հենց դառնա հաղթողը։ Միգուցե։ Չի բացառվում։ Ժյուրի հենց ասում են ես լավվում եմ մի քիչ, բայց սուպերստարն է քիչ ինչ է։ Ուզում եմ հասկանամ, այդ վերջին դասը, վերջին զանգից ինչու է տարվում։ Վերջին դասից հետո գնում են վերջին զանգ, չէ՞։ Իսկ ինձ թվում է, որ ընդամենը վերջին զանգն է, որը դարձել է վերջին դաս։ Վերջին դաս։ Լավ։ Այո։ Հուսանք, որ մշակույթը դա ոչ թե կլինի անպագորգոր բառեր, որոնք որ օգտագործում են տեղին եւ ոչ տեղին, այլ իսկապես կդառնա մեր կյանքի շատ կարեւոր մաս։ Վերջով, գիտեք, համոզված եմ, որ մշակույթը պետք է փրկի աշխարհը։ Ոչ թե սերը, ոչ թե գեղեցկությունը, ոչ թե բարիությունը, այլ մշակույթը։ Միգուցե որ սա շատ լավ քայլ է կրթության գիտության նախարարության կողմից։ Միգուցե, դրա համար եմ ասում, խրախուսել դպրոցներին։ լավ կլինի, որ այդ բոլոր քայլերը խելացի սկիզբ եւ խելացի ավարտ ունենան եւ խելացի ընթացք։ Սկզբից մինչեւ ավարտ։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ կլինեն Հայաստանում եւ արտերկրում։ Ապրիլի 23-ին ժամը 15:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցադրության փաստագրելով հանցագործություն Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով։ Ապրիլի 23-ին եւ 24-ին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ցուցադրությունների բացումներ։ Ապրիլի 23-ին եւ 24-ին Լեհաստանում ցուցադրություն կունենանք, ԱՄՆ-ում շրջիկ ցուցադրությունը ապրիլի եւ մայիսին եւ հունիս ամիսներին տեղի կունենա։ Նախնական պայմանավորվածություն կա նաեւ Բրազիլիայում ցուցադրություն իրականացնելու, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարանից։ Թանգարանն իդեպ ապրիլի 24-ին բնականաբար կաշխատի հատուկ ռեժիմով, քանի որ այդ օրը վստահ են, որ այցելությունների պակաս չի ունենա թանգարանը։ Ասեմ ավելին, Ռուսաստան Դաշնության Կալինինգրադ քաղաքից այսօր իմիջիայլոց Կանտի ծնունդն է։ Կանտի ծնունդն է եւ ես 2 օրից կգնամ եւ նրա շիրիմին կկանգնեմ փաստորեն կողքը։ Կալինինգրադից ինձ հրավիրել են, որ ապրիլի 24-ին այնտեղ մայր տաճարում ամեն տարի փաստորեն մեծ համերգ է տեղի ունենում հոգեվոր երաժշտության եւ ինձ հրավիրել են, որ ես ցեղասպանության մասին պատմեմ տեղացիներին եւ ոչ միայն։ Այսինքն իսկապես շատ միջոցառումներ են տեղի ունենալու, բայց սրա մասին էլ տեսեք, որ այս խնդիրը ցավոք սրտի արդիական եւ ակտուալ է դառնում տարեկան 1 մաքսիմում 2 օր։ Հետո ամսի 25-ին յուրաքանչյուրս մեր գործերով սկսում ենք վազվզել, հետո էլ զարմանում ենք, թե աշխարհը այսպես, աշխարհը այնպես։ Բաներ կա, որի մասին չի կարելի մոռանալ եւ անհնարին է մոռանալ, միջև այդ հարցը կարծես թե ինչ որ կերպ չլուծվի։ Լավ, հիմա անցնենք գովազդի, գովազդից հետո կշարունակենք մեր ներկայացնենք մեր հովանավորին, այո։ Ուզում եմ ներկայացնել մեր հովանավորին եւ նո furniture կահույքի արտադրամասին, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով եւ սեղմ ժամկետներում, լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր։ Անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ եւ նո furniture կահույքի սրա զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27 հեռախոսահամար 094 094 165 կահավորեք ձեր բնակարանը եւ նո furniture-ի հետ միասին։ Կահավորեք ձեր բնակարանները եւ furniture-ի հետ միասին։ Այո, մենք գնանք գովազդի, այդ ընթացքում կարող եք զանգահարել 094 094 165 եւ պատվիրեք ձեր ուզած կահույքը։ Գովազդ շանթի եթերում։
Վերադարձանք գովազդից եւ արդեն տաղավարում հյուրընկալել ենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Մեր տաղավարում է պատմական գիտությունների թեկնածու Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների փաստագրման ու ուսումնասիրման բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը, ում հետ այսօր զրուցելու ենք ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներից։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք մինչև ձեր այստեղ հայտնվելը ասացինք, որ ցավոք սրտի մենք հիշում ենք մեր ցեղասպանության մասին տարեկան 1 մաքսիմում 2 օր։ Դուք դրա մեջ եք, այսինքն դա ձեր առօրյան է։ Այո, ինչպես է նախ այդ բեռը, ինչպես եք տանում։ Հեշտ է, դժվար է, ինչու այդ ընտրությունը արեցիք։ Սկսենք այն կետից, որ դժվար է բեռ կոչել, որովհետև ավելի շուտ առաքելություն ենք համարում եւ մենք այնտեղ շատերս ունենք նախնիներ, վերապրող կամ զոհ եւ յուրաքանչյուրիս համար դա առաքելություն է, նվիրում է եւ նաեւ պայքար հանուն արդարության, հանուն մեր նախնիների պայքար, ինչը նաև գուցե այսպես ենթադրում է մեր գործունեությունը ամբողջ եւ նվիրում է։ Փաստեր, որոնց մասին մենք տեղյակ ենք տարիներ շարունակ քննարկում են, բայց արդյոք կան նոր փաստեր, որոնք որ անընդհատ ինչ-որ նոր հայտնաբերություններ են բերում ցեղասպանությանը վերաբերող։ Գիտեք, հայոց ցեղասպանության ժխտումը միջազգային մակարդակով, նաև գիտական շրջանակներում միջազգային այլևս ամոթ է դարձել։ Այսինքն մենք բարձրացել ենք մի մակարդակ կամ գուցե մի քանի մակարդակ վերև եւ հիմա ներողություն, երբ այդ թռիչքը եղեք քվանտային 100 տարիների ընթացքում այսինքն մենք չի որ եւ Հայաստանի այո, դա զարգացում է եղել եւ մեր գիտնականների եւ Սփյուռքի գիտնականների եւ օտարերկրյա գիտնականների համատեղ ջանքերի շնորհիվ ենք մենք հասել այդ կետին։ Ես պետք է նշեմ, որ նոր փաստեր դրանք անընդհատ արխիվների միջոցով հայտնաբերվելիք փաստերն են, նոր մանրամասներ, որ մենք հիմա ինստիտուտի քաղաքականությունն է, նոր արխիվների հայտնաբերումը, ասենք օրինակ, որպեսզի պատկերացնեք Ռուսաստանի արխիվների կամ Վրաստանի արխիվների ուսումնասիրությունը շատ առաջնային է հիմա մեզ համար դարձել։ Կարող է զարմանաք, բայց դրանք հայոց ցեղասպանության գծով այնքան էլ ուսումնասիրված չեն։ Իսկ որ ասում եք ամոթ է, որ հերք են դա, բայց չէ որ մենք ունենք հարևան պետություններ, որոնք որ դա հերքում են, չեն էլ ամանչում Պակիստանն է հերքում, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենագլխավոր մարդը տարին մեկ անգամ կամ կասի ցեղասպանություն կամ չի ասի։ Ինչպես դա, մի կողմից ասում ենք, որ ամոթ է, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ միլիոնավոր մարդիկ կան, որ ոչ ամանչում են, ոչ էլ։ Գիտեք, իհարկե այդ ժխտողականությունը կա, բայց դուք կարող եք նշել ժխտողական մեկ հեղինակի, որոնք որ, ասենք օրինակ, շատ ակտիվորեն հղվում են հայտնի օրինակ ցեղասպանագետների կողմից։ Բայց դա իրանց պետք չի։ Հիմա Թուրքիան առհասարակ ոչ մի բանի վրա կարող չի հղվում, ասում է այդպիսի բան չի եղել։ Եվ վերջ։ Պատերազմ էր եւ վերջ։ Դե Թուրքիան ասում է, այո։ Ահա, եւ ինձ թվում է, որ ամենակարևոր մեր խնդիրը, որ Թուրքիան ընդունի այդ ամենը եւ հետո մնացած բոլոր քայլերը տեղ ունենան, որ արեց ժամանակին Գերմանիան, օրինակ։ Թուրքիայի ընդունումը կարող է լինել, կարող է չլինել, բայց որ աշխարհը ընդունել է, դա փաստ չի, արդյոք ընդունել է։ Ես նաև ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այդ զարգացումների վրա, որ տեղի ունեցան։ Տարիներ առաջ մեզ մոտ հյուրընկալվել էր Ռիչարդ Հովհաննիսյանը եւ ինքը պատմում էր, թե ինչպես տեղի ունեցավ այդ հայոց ցեղասպանության շրջանառությունը
գիտնականների, մասնավորապես Միացյալ Նահանգների գիտնականների շրջանում, եւ ինչ պայքարներ նրանք մղեցին, ինչպես հասան այն կետին, որ այլևս հայոց ցեղասպանությունը գիտական շրջանակներում ժխտելը դա ամոթ երևույթ է դարձել։ Զգում եմ, որ նել ինչ-որ բան ուզում, բայց նորից հակադարձեմ։ Գիտական աշխարհում, այո, միգուցե, եւ նորից գիտական աշխարհում, որը ոչ adekvat է, օրինակ, բայց կան ոչ adekvat գիտական աշխարհի ներկայացուցիչներ եւ վերջը գիտական աշխարհը դա մեր երկրագնդի քանի տոկոսն է։ Եկեք ոչ adekvat գիտական աշխարհին չանդրադառնանք, իրենք հոլոկոստը անժխտելի է։ Եվ դա ընդունել է առաջին հերթին Գերմանիան եւ ըստ դրա մնացած բոլոր քայլերը։ Բայց մինչ օրս նույնիսկ դուք լսել եք Դեբորա Լիպշտատի գործի վերաբերյալ։ Նրան ժխտող գիտնականները մի մասը մինչև հիմա ողջ է, կենթանի է, ապրում է նույն Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում։ Խոսքը sense դրա մասին է։ Այսինքն, բայց դուք նրանց անունները լսել եք։ Չէ, խոսքը էական չի լսել եմ թե չէ։ Էական է, որ հрьяաները եւ Իսրայելը ստացել է այն ամեն ինչ որ պետք է ստանար այն կողմից, որը որ մեղավոր էր։ Հիմա եթե ամբողջ աշխարհը չի ժխտում, բայց Թուրքիան շարունակի ժխտի, բայց 1.5 միլիոնը ինչպես պետք է իրենց հոգիները հանգստանան։ Այդ հարցը ուզում հասկեմ։ Իրենց հոգիները հանգիստ են, գիտեք։ Դակ պատմեք մեզ։ Որտեվ հայ եկեղեցին սրբադասել է։ Դա արդեն հոգևոր աշխարհում տեղի ունեցավ։ Ես խոսում եմ ավելի երկրային բաների մասին, եւ փորձում եմ հասկանամ։ Ճիշտ է, համոզված եմ, որ դուք ինձանց լավ գիտեք եւ հերոստատիտողներն են միգուցե ինձանց լավ գիտեն, որ եթե չլինեին ուժեղ երկրները եւ չստիպեին Գերմանիան, միգուցե այդ ամենը չլիներ։ Այսօր աշխարհի ուժեղագույն երկրները այլ հարցերով են զբաղված եւ ինձ չի թվում, որ հայոց ցեղասպանության ընդունելությունը Թուրքիայի կողմից կամ ոչ ժխտելը Թուրքիայի կողմից այդ ուժեղագույն պետությունների ցուցակում թուդելիստում անգամ հարյուրակի մեջ է մտնում։ Ինչ պետք է մենք անենք, որ դա փոխվի։ Բա անում ենք արդյոք որպես պետություն, որպես գիտնականներ, որպես մենք ազգ եւ հաղորդավարներ, ինչ ենք անում։ Ոչ մի բան չենք անում կարծես թե։ Ես մեր մասին կարող եմ խոսել։ Ապրիլի 24-ին հիշում ենք, տարեկան մի քանի անգամ էլ փորձում ենք Թուրքիայի հետ ինչ որ հարցեր լուծել։ Դուք միգուցե, հիմա պատմեք մեզ ինչ է պետք անել, ինչ եք մտածում դուք։ Արդյոք անում է պետությունը ամեն ինչ որ պետք է անի։ Ես լավ առիթ է, դուք էլ քիչ առաջ խոսեցիք դրա մասին, ցուցադրության բացման, որ վավերագրերին է վերաբերվում եւ այնտեղ ներկայացված է նաեւ Թուրքիայի դատապարտումը հայերի կոտորածների այն ժամանակ ցեղասպանություն բառը գոյություն չուներ եւ հետաքրքրվողներին նաեւ ձեզ հրավիրում եմ ներկա գտնվելու ամսի 23-ին ժամը 3-ին թե ինչպես է Թուրքիան չասեմ անպագոր բառով ընդունել, բայց ընդունելու նման մի բան արել, դատապարտելով հայոց ցեղասպանության, հայոց կոտորածներին նպաստող իրենց նախկին քաղաքական, կուսակցական գործիչներին։ Շատ հետաքրքիր է լինելու։ Չէ, դե մենք բոլորս գիտենք, որ այդ ցեղասպանության մեղավորները անգամ փախել են Թուրքիայից։ Մենք գիտենք, որ նրանց մեղադրել են, դատարան է եղել, այսպես կոչված, այո, բայց Եկեք խոսենք նաև վերջին ուսումնասիրություններից։ Ինչ ուսումնասիրություններ կան, որոնք միգուցե հենց ամսի 24-ին պիտի նոր բացահայտվեն կամ լինելու են նոր միջոցառումներ, երբ մարդիկ կկարողանան նաև ծանոթանալ նոր ուսումնասիրությունների հետ։ Ես կցանկանայի առանձնացնել 110-րդ տարելիցին ընդառաջ տված մեր նոր գիրքը, ուսումնասիրությունը, որը հայ երեխաների բռնի տեղափոխմանն է նվիրված, մասնակցել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի 6 գիտաշխատող, իրենց ուսումնասիրություններն են ներառել, սկսելով իրավական, գաղափարախոսական, կրոնական, նաև ասպեկտներից, թե ինչպես էին երեխաները
երեխաներին տեղավորում, թուրքական քաղաքականությունը ինչպես էր տեղավորում որբանոցներում, ինչպես էին տեղավորվում տներում եւ ինչպես էին այնտեղ թուրքացվում կամ որդագյում էին ձուլում, այո, ոչ միայն ընդ որում թուրքացվում էին, այլ նաեւ քրդացվում ու արաբացվում, այդ մեխանիզմները նաեւ այնտեղ մարդաբանական շերտ կա, իրենց տեսանկյունից նրանք հայ երեխաներին փրկում էին, բայց դա միջազգային իրավունք եւ ցեղասպանություն հանցագործության 5-րդ սահմանման 5-րդ կետը զրկում էին նրանց ազգության պատկանելությունից։ Այո, 5-րդ կետը, այսինքն երբեմն մենք մտածում ենք, որ ֆիզիկապես կոտորելն է, վերացնելն է, չէ, ազգին թիրախավորելը կամ խմբին, բայց 5-րդ կետը սահմանում է, որ երեխաների բռնի տեղափոխումը եւս ցեղասպանական արարք է, եւս ցեղասպանություն է։ Թիվ գոյություն ունի, ինչքան երեխաներ են այդպես։ Շատ բարդ է դա ասել, որովհետև նախ ունենք մարդահամարի հարց, մեր հեղինակներից մեկը հենց երեխաների ընդհանուր որբերի թվին է անդրադարձել, դժվարանում եմ որևէ թիվ ասել, որովհետև նախ շատ նորածին երեխաներ կային, որոնք որ բնական է չէին հիշելու, որ իրենց ծագումը մի փոքր ավելի մեծ երեխաներ, ասենք օրինակ 5, 6, 7 տարեկան, նրանք հիշում էին, նույնիսկ ասեմ, որ շատ հետաքրքիր պայքարի դեպքեր կային, այսինքն ինչպես էր որբանոցի տնօրենության դեմ տեղի ունենում այդ ընդվզումները, իրենց ինքնության վերաբերյալ, այո, պայքարը ինչպես էին իրենք հետաքրքիր ձևով իրենց այսպես պաշտպանում թրքացումից, մեխանիզմներ էին ստեղծում, իրենց հայերեն խոսել էր արգելվում, իրենց անուններն էին փոխվում, թվահամարներ էին շնորհում, իսլամական անուններ էին իրենց տալիս եւ լինում էր այդ պաշտպանության ձևերից մեկն էլ այն էր, որ իրենք թաքուն իրար մեջ հայերեն էին խոսում։ Եվ խոսում ենք արգելքում էին։ Այո, եւ իրենց իրար մեջ էլի հատուկ խմբեր էին ստեղծում մեծ որբերի այսպես գլխավորությամբ, գնում էին փորձում էին սնունդ հայթայթել, գիշերային այցելություններ էին տեղի ունենում կամ ընդվզում էին օրինակ Անթուրայի որբանոցում, դա հիմնվել էր նախկին կաթոլիկ վանքի տեղում եւ այնտեղ այսպես եթե ժողովրդական լեզվով ասենք թուրքերը կատու ճղելու համար արձանները վերևից գցում էին ներքև որպեսզի երեխաների այդպես հոգեբանության վրա ազդեին երեխաները գիտեին որ ցանկացած ընդվզում պատժելի է այսինքն իրենք պատժի կարժանանան բայց դա բնավ չէր խանգարում որպեսզի նրանք ասեն ինչ եք դուք անում այսպիսի դեպքեր էլ ունենք Եվ իրականում ինչքան եմ ցավում, որ մենք չունենք ֆիլմեր դրա մասին նկարված, մենք չունենք գրքեր կամ չգիտենք այդ գրքերի մասին։ Ես գիտեմ մի քանի պատմություն, որ այդպիսի աղջիկներ են փոքր եղել եւ որ փանոցներից հետո որ մի քիչ մեծացել են նրանց արդեն որդեգրել էին, ամուսնացել են, թրքացել են եւ միայն մահանալուց բացել են իրենց ինքնությունը արդեն որ վախենալու բան չունեն, գիտեն որ մահանում են իրենց թորներին եւ երեխաներին ասել են որ ես հայուհի եմ։ Չմոռանանք որ Օսմանյան կայսրության արդեն Թուրքիայի Հանրապետության առաջին կինոթաչուն, որը եղել էր Աթաթուրքի դուստրը, որդեգրված, այո, հայուհի է ազգությամբ եւ նայել է որդեգրել եւ այդպիսի միլիոնավոր դժվար տասնյակ հազարավոր այդպիսի պատմություններ կան եւ ցավալի է որ մեր մտավորականները չեն անդրադառնում եւ տեսեք ինստիտուտը իր գործը անում է այդ արխիվները գոյություն ունեն պատմությունները հստակ գոյություն ունեն ես դիմում եմ բոլոր այն մարդկանց որոնք որ համարում են իրենց գրող, սցենարիստ, պոետ, ռեժիսորներ, սա էլ է պայքարի ձև, չէ որ մենք անգամ յուրաքանչյուր հոլիվուդյան ֆիլմում, որը որ կապ չունի բացարձակ հոլոկոստի հետ, տեսնում եք մեկ պատմություն, մեկ հերոս, որը որ ինչ որ կերպ դրան անդրադառնում է եւ արդեն մարդկանց ուղեղների մեջ նստած է։ Իսկ մենք կարծես թե ալարում ենք մի քիչ։ Ցեղասպանության թանգարանում նաեւ մեր մասնակցությամբ, նաեւ իմ մասնակցությամբ այդպեսի սցենարի փորձ է հիմա արվում, շատ փակագծերը չբացեմ, բայց
երևի թե հաջորդ փուլը կլինի այն, որ արդեն սցենարիստ մասնագետներին կտանք, թե Դա վավերագրական ֆիլմի մասին խոսքը թե ոչ, նախ երևի թե անիմացիոն մուլտֆիլմի։ Այսինքն Ավրորայի նման դա։ Այո, հետագայում ճիշտ ասած շատ նման է ֆիլմին, շատ կսազեր, այնինչ որ գրվել է։ Դե որտեվ հազարավոր այդպիսի պատմություններ կան, իսկապես որից որ կարելի է ինչ-որ բաներ Ֆիլմեր ստանալ, այո, որոնք կլինեն եւ ուսուցողական, եւ կլինեն ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ մեր ցեղասպանության մասին պատմող փոքրիկ ակնարկներ։ Այո։ Ես հիշում եմ պատմություն, որ 2000-ականների սկզբում շատ մի հեղինակավոր գովազդային ուրեմն գործակալություն ուզում էին միջազգային գովազդային ուրեմն արշավ անցկացնեին Թուրքիայում եւ այնտեղ խնդիրը նա էր, որ այդ արշավ անցկացնելու համար պետք է մարդկանց արյունը ստուգեին եւ պարզեին թե ով որտեղից է։ Եվ միջազգային սկանդալ բացվեց եւ դրանից հետո օրենք ընդունվեց, որ ոչ մի թուրք իրավունք չունի իր արյունը կամ որևիցե մասնիկ փոխանցել այլ ազգի ներկայացուցիչին, որի դուրս գա դա, որովհետեւ նրանք հասկանում են, որ միգուցե այնտեղ Շատ բաներ բացվի։ շատ բան, այո, խոսքը միայն հայերի մասին չի, հույներ, ասորիներ եւ այլն քրդեր, որոնք որ էլի թրքացած գոյություն ունեն։ Եվ դա մեծ խնդիր է։ Ուզեմ ասեմ, կան բաներ, որոնք որ պետք է անել ամեն օր եւ մտածել դրա մասին։ Նորից խոսենք ամսի 24-ի մասին, ինչ հատուկ հյուրերի ենք սպասում, քանի որ ամեն տարի ունենում ենք հատուկ հյուրեր, ովքեր գալիս են հատուկ այդ օրը ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետությունում եւ այլ ինչ ծրագրեր ունենք, որպեսզի մարդիկ էլ տեղյակ լինեն, ովքեր որ պատրաստվում են այցելել թանգարան, իմանան թե ինչ ծրագրին կարող են ներկա լինել այդ օրը։ Եվ ամսի 24-ից հետո ինչքան ժամանակ է ցուցահանդեսները շարունակվելու, ցուցադրությունները, որ մարդիկ կարող այդ օրը չեն հասցնում, հետո գան։ Սովորաբար ցուցադրությունները 1 տարի են մնում ժամանակավոր ցուցասրահում, հյուրերի մասով մեր տնօրենը ձեզ կարծեմ պետք է հյուր լինի հեռուստաընկերություն։ Այդ հարցերը կտակի։ Կարող ենք իրեն ուղղել, որովհետև ես մանրամասն չեմ տիրապետում բնականորեն, բայց արտասահմանյան հյուրեր նախատեսում են, նաև ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ արդեն Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցություն կա, դա հստակ է եւ յուրաքանչյուրն էլ հետաքրքրված է, այո, իրենց երկրի, թե ինչպես է իրենց ազգը, իրենց երկիրը փաստագրել հայոց ցեղասպանությունը, դա էլ է հետաքրքիր շատ եւ հետագա ծրագրերի առումով ինչ կուզեմ նշել, որ գուցե նաև ուղղությունները, այսպես ասեմ, մտածում էի այստեղ գալուց առաջ ինչ հետաքրքիր մի բան, որ վերջերս է տեղի ունեցել հատկապես, ունենք հուշագրություններ տպագրող, այսինքն ուսումնասիրություններ կատարող հուշագրությունների բաժին, որտեղ որ գիտաշխատողները, իհարկե ոչ միայն այդ բաժնի գիտաշխատողները, այլ ընդհանուր բոլոր գիտաշխատողները զբաղվում են անտիպ հուշագրությունների տպագրությամբ եւ վերջերս տպագրվել է Տիգրան Մակարյանի հուշագրությունը Դերձոր Գուլագ, ինչու է ցանկացա դա առանձնահատուկ նշել, որովհետեւ դա հայտնի մեր բոլորի սիրված Էլվինա Մակարյանի պապիկի հուշագրությունն է եւ դա բավականին հաստափոր հուշագրություն է, շատ հետաքրքիր, այսինքն նաեւ լայն շրջանակներին տպագրվել է արդեն եւ վաճառքի է մեր ինստիտուտում։ Ես մի օրինակ ընդհանրապես բերեցի, բայց հուշագրությունները արդեն մի քանի տարի տպագրվում են եւ տասնյակ հուշագրություններ ունենք տպագրված, խոսքը վերաբերում է միայն այս շարքին, որ մենք նոր ենք սկսել, իսկ առհասարակ հայոց ցեղասպանության հուշագրությունները շատ են։ Եվ վերջին հարցը, այ դուք մեր զրույցի սկզբում հիշատակեցիք Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի Հանրապետությունում գտնվող արխիվների եւ նոր բացահայտումների մասին։ Հոլոկոստի ամբողջ դաժանությունը, ցավը եւ տրագեդիան բացահայտվել է հենց գերմանական արխիվներից եւ գերմանացիները այնպիսի ազգ են, որ ամեն ինչ գրի են առնում, այնտեղ այդպես էր։ Նույնը կարող ենք ասել Թուրքիայի մասին եւ արդյոք այնտեղի արխիվները
օրերից մի օր կարող են բացվել մեզ համար, թե նախ շատ քիչ էր, որտեղ այն ժամանակ չէին գրում եւ նրանք առհասարակ կարծես թե գրելու հետ սեր չունեին եւ այս ընթացքում պարզ է որ պետք է ոչնչացնեին։ Հստակ կարող ենք ասել, որ թուրքերն ավելի ծպտված էին գործում, գերմանացիները դուք հավանաբար նկատի ունեք զոհերի ցուցակները։ Այո, չգիտեմ, այստեղից ուղարկում ենք այստեղ, այս մարդկանց սենց բարեցինք, այս ճամբարում այստեղ, այս գնացքում այսքան սնունդ եւ այլն եւ ըստ դրա մարդիկ արդեն իրենց հաշվարկները եւ բաները անում են հետո։ Այ մեր բացահայտումներից մեկը վերջի շրջանի նաեւ դա է, որ եղել են ցուցակներ եւ դրանք մի քանի օրինակով են եղել, օրինակ զոհ, այսինքն տեղահանվող հայերի ցուցակներ, որպեսզի հետևեն թե քանի մարդ այս կետից մյուս կետը տեղափոխվեց, բայց դրանք դեռևս պետք է բացահայտվեն, եթե բացահայտվեն, որովհետեւ Համենայն դեպս հայերի ձեռքերն այնտեղ չեն կարող հասնել կարծես թե։ Դեռ ցավոք սրտի այդպես է դա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շարունակեք ձեր առաքելությունը եւ հուսանք, որ օրից մի օր իսկապես Թուրքիայի արխիվներն են մեզ հասանելի կլինեն եւ աշխարհը կիմանա թե ինչ է տեղի ունեցել, չնայած աշխարհը գիտի, մեզ չգիտեմ, ինչպես մնացածին, ինձ շատ կարեւոր է, որ Թուրքիան ընդունի եւ իր մեղքը ընդունի, դա ամենակարևորը եւ նոր դրանից հետո մնացած բոլոր հարցերը կարող ենք կամ չեն կարող լուծել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք անցնենք առաջ եւ ինչ ենք անելու հիմա գոր։ Գովազդ ենք գնալու։ Գովազդ ենք դիտելու։ Դիտենք գովազդ եւ վերադառնանք։ Ավարտվեց գովազդը եւ հերթական անգամ պետք է փորձենք ել ավելի ուրախ դարձնել մեր առավոտը, լիցքավորելով այն գեղեցիկ տեսահոլովակով։ Երաժշտությամբ։ Հիմա արդեն աշխարհով պտտվելու ժամանակն է։ Շաբաթվա թեման պարզ է, ապրիլի 24-ը, ու մենք այսօր կանադառնանք աշխարհի ցեղասպանություններին հայտնի կոթողներին։ Դիտենք տեսանյութը եւ վերադառնանք։ Վերադարձանք գովազդից եւ լիցքավորումից խոսել էինք արդեն, խոսենք վերալիցքավորումից։ Մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները։ Սա հիանալի, խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի նոթբուքին կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ։ Այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի հեռակառավարման վահանակի, անլալ մկնիկի ու այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 8101 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Stark պարագաները Ozon կամ Wildberries Marketplace-ներից։ Իդեպ նշենք, որ այս մարտկոցները նաև ունեն 6 տարի երաշխիք։ Այո, ինչը կարծում եմ ամենալավ փաստն է, քանի որ կգնես մեկ անգամ եւ 6 տարի կօգտագործես։ Մինչեւ բանա գնալը 3 անգամ մարտկոց ես գնում։ 3 անգամ մինչեւ բանա գնալը խաղալիքիդ պուլտի համար չես Մինչեւ գնում։ բանա գնալը կարելի է խաղալիքները փոխել, բայց մարտկոցները մնում են նույնը 3 անգամ գնման, այսպես ասած, դեպքում։ Տակ, մենք շարունակում ենք մեր առավոտյան եթերը, այս պահին ըստերութի գովազդ հետո կունենանք Շատ հետաքրքիր հյուրեր։ Եվ միգուցե ես պարել սովորել վերջապես։ Դուք պարել չգիտեք գոր։ Գիտեմ, բայց չէ, շատ լավ եմ պարում։ Իսկ մեր հյուրերը լավ են պարել։ Գոհ եմ իմ պարելուց։ Իսկ մենք գոհ ենք ձեր պարելուց։ Հասարակությունը այդքան գոհ չի իմ պարելուց։ Լավ, դա կպարզենք մեր հաջորդ հյուրերի հետ միասին, իսկ հիմա գովազդ շանթի եթերում։
Ապրիլի 29 Պարի միջազգային օրն է ու այդ առիթով բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում։ Լավ է, որ դրանք ոչ միայն մայրաքաղաքում են, այլև դրա սահմաններից դուրս։ Պարի պետական անսամբլը գնում է Վանաձոր։ Մեր տաղավարում են ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արտուր Գասոյանն ու Պարի պետական անսամբլի մենապարուհի Լալա Տոնոյանը։ Բարի առավոտ։ Բարի ձեզ։ Ձեր գալիք տոնը շնորհավոր։ Շնորհակալ ենք։ Դա ձեզ չի վերաբերվում գոր, որտեղ դուք բանել չգիտեք ընդհանրապես։ Բայց դա վերաբերում է այսօրվա մեր հյուրերին, ում հետ կարծում եմ, որ զրուցելու ենք այս հիանալի օրվա հետ Ես բարել չգիտեմ, որտեվ ես չեմ հասկանում եւ իմ ըստ երևույթի գենոֆոնդը չի ընդունում այն ամենը, ինչ կոչում է այսօր ցավոք սրտի հայկական ռեստորանային պարեր, որ գորնիկները միացնում են, sense բաներ են Բայց ռեստորանային պարերից զատ նաև կամ Դա պարեր, եմ որոնք ասում, որ բայց ցավոք սրտի մեծ, այսպես ասած, ամբողջները խելագարված այսպես են պարում, որ ես չեմ կարող։ Իսկ այն շատ քիչ մասը շատ գեղեցիկ է պարում, որ իրենք պարում, ես չեմ ուզում պարել ու նայել։ Լավ, Պարի միջազգային օր։ Եկեք սկսենք ամենասկզբից, երբ է սա հռչակվել եւ քանի տարի է, որ մենք նույնպես միանում ենք այս տոնին եւ նշում ենք։ Նախ բարի լույս, շատ ուրախ ենք օրը սկսել ձեր հետ, այս գեղեցիկ տաղավարում։ Պարի միջազգային օրը ամեն տարի ապրիլի 29-ին նշվում է ամբողջ աշխարհում։ Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես նաև մենք ամեն տարի նշում ենք Պարի միջազգային օրը պարողներով։ Անցած տարի նշել ենք պարողները մասնակցություն չեն ունեցել, անցած տարի պարողները հյուրի կարգավիճակով Հանգստանում են այդ օրը։ Այո, այդ օրը նվիրվեց ամբողջովին իրենք որպես հանդիսատես, պարգևատրումներ, մեդալներ, պատվոգրեր։ Հա, չպարողները պարում էին պարողների համար։ Այո, Ովքեր էին չպարողները։ անցած տարի չպարողներ չէին, երաժիշտներ էին։ Երաժիշտներ, ավելի շատ երաժշտական մասով նվիրվեց այդ համերգը պարողներին։ Այս տարի ֆորմատը այլ ձևաչափով ենք վերցրել, այսինքն այլ ձևաչափ աստվածով հենց վերցրել ենք Պարի ձևաչափով, Պարի միջազգային օրը Պարի միջոցով։ Անսամբլները, պետական անսամբլները, Պարի պետականը, բարեկամությունը եւ Երգի Պարի անսամբլը Պարվեստի պետական քոլեջի հետ համատեղ քոլեջում կունենան շքեղ գեղեցիկ համերգային ծրագիր, որտեղ ներկայացված կլինեն մեր ամբողջ ժամանակների վարպետների ներկա եւ արդեն ոչ կենթանի վարպետների ստեղծագործությունները։ Ամսի 29-ին դա կունենանք Պարի միջազգային օրը, իսկ մինչև դա Պարի միջազգային օրվան ընդառաջ ունենք եւս շքեղ համերգներ արդեն մարզերում եւ ոչ միայն Պարի պետականը կլինի Վանաձորում, այլ նաեւ բարեկամություն պետական անսամբլը ամսի 26-ին, ապրիլի 26-ին կլինի Աբովյան քաղաքում, որտեղ նորից կունենանք համերգային ծրագրեր Պարի միջազգային օրվան ընդառաջ մարզերում ավելի տարածելու պարվեստը։ Իսկ այդ տոնը ոչ միայն իսկապես մայրաքաղաքներում, Փարիզ, Լոնդոն, չգիտեմ, Վաշինգտոն, Երևան, այլ նաև մարզեր է գնում եւ դա իսկապես շատ լավ է։ Դե պատմեք, ինչ եք պարելու Վանաձորում, սիրում եք գնալ առհասարակ Երևանից դուրս դեպի մարզեր, թե ոչ, ինչ է տալի ձեզ որպես պարուհի այդ ամենը։ Մենահամերգները։ Այո։ Ազգային կենտրոնը նպաստում է, որպեսզի պարարվեստը, մշակույթը գնան մարզեր եւ ներկայացնեն մեր ժողովրդին հայ մշակույթը։ Շատ լավ են անցնում համերգները մարզերում, ժողովուրդը ծափահարում է, երբ դու դհոլ զուռնայով բարձրանում ես բեմ, այդ ոգևորված ժողովրդին տեսնելով, քեզ թվում է դու չես պարում բեմի վրա, այլ իրանք են։ Պետք է շատ կազմակերպություններ լինեն մշակույթային, ովքեր պարբերաբար կմեկնեն եւ կներկայացնեն մեր մշակույթը ամբողջ Հայաստանում։ Դե ներկայացնելու ենք, մենք 2 տարի առաջ եւս եղել ենք Վանաձորում, այնտեղ 65-ամյակի ծրագիրն ենք ներկայացրել, իսկ հիմա կներկայանանք նորացված եւ ավելի թարմացված ծրագրով, ունենք նոր համարներ, Ղայթարմա, Կոմիտաս, Համշենյան մտորումներ, Սյունյաց աղջիկներ։ Արցախյան պարեր կան ինչ-որ ծրագրում նոր։ Արցախյան պարեր կան, բայց նոր չեն, մեր հիմնական պարերից են։ Հա, իհարկե կան, միշտ եղել են,
Եվ այնտեղ ունենք նոր վերականգնված մի քանի համարներ, որոնք 16 տարի առաջ մոտ պարել ենք անսամբլում, դա Մոմերով պարն է, Հայաստան պարն է, մի խոսքով ծրագիրը շատ հագեցած է եւ կփորձենք ներկայանալ լավագույնս։ Այո, մեկ մենահամերգ ենք ունենալու այս անգամ։ Հիմա շատ տարածված այսպես տրենդերից խոսենք, երբ մարդիկ փորձում են այսպես ֆլեշ մոբեր, դա կարելի ասել մաստեր կլասեր, կարելի ասել, հա հանդիսատեսիներ մասնակից դարձնել եւ գորիպես մարդիկ, ովքեր որ միգուցե լավ չեն բարոն, բայց սովորեն բարել, արդյոք ունեք համերգային ծրագրի ընթացքում ինչպիսի այսպիսի համարներ մարդկանց մասնակից դարձնել։ Տեսեք, Հետո ընթացքում ավելի շատ մարզերում, երբ որ համերգային ծրագիրը վերջանում է, անկախ մեր կամքից, անկախ պարոնների կամքից, համերգներ են լինում, որ վերջում վերածվում է ֆլեշ մոբը, այսինքն հանդիսատեսը մի համատեղ պարում է արտիստների հետ, արդեն պարոնների հետ, ով ոնց կարային որ ասում, ասենց ով ոնց կարող է, բայց որ քանի որ ոնց որ ասում մեր ինչ որ նախատեսել էինք դուք գուշակեցիք, ապրիլի 29-ին ԿԳՄՍ նախարարության առաջարկով ունենք նաև ամբողջ հանրապետությունում փորձելու ենք կազմակերպենք Քոչարու փառատոն։ Այսինքն կազմակերպվելու է այսպիսի մի բան, որ ամբողջ Հայաստանի հանրապետությունը, թե մարզերում, թե Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում Քոչարի պարեն բոլորը։ Միաժամանակ նույն ժամին բոլոր տեղերում աշխատանքի վայրում ժամը կարծում եմ նախնական 6-ին մենք ձեզ դուք սուպերստարում երեխաների հետ տես պետք է բոլորը նկարեն, հետո կարելի է ընդհանուր մի հատ Ես մտահղացում կա այս պահին քննարկման փուլում, այսինքն փորձելու ենք 29-ը սա 7 օրից է նոր քննարկման փուլ։ Երևի ժամն է քննարկման։ Ընդհանրապես ծրագիրն է քննարկման փուլում, ոնց որտեղ ինչ պետք է անցկացվի, այսինքն ծրագիրը հստակ է։ Լսել եմ դրա մասին ես։ Չէ, այդ մի քիչ անակնկալ էր ես։ Այս ձեր եթերում բացեցի այդ գաղտնիքը։ Ձեր եթերում բացեցի։ Իսկ ընդհանուր պոակի հետ կապված, ազգային կենտրոնի հետ կապված, կուզեմ երկու խոսքով, քանի որ անցած տարի հնարավորություն ունեցել ենք ձեր տաղավարում նորից լինելու Փարաջանովի ներկայացման շրջանակներում, այն ժամանակ մեր խնդիրներով ավելի բան, հիմա նաև ասեմ, որ ունենք այս տարի լավ լուր, ազգային կենտրոնը վերջապես ունեցավ իրեն համար նախատեսված շենքային պայմանները։ Հիանալի։ Այն անսամբլները, ովքեր որ տասնամյակներ շարունակ չեն ունեցել մեկ այստեղ, մեկ այնտեղ իրենց սեփական տարածքը, այս պահին մեզ ԿԳՄՍ նախարարությունը եւ անձամբ քաղաքապետ պարոն Ավինյանի համատեղ ջանքերով ազգային կենտրոնին տրվեց շենքային պայմաններ։ Որտեղ այդ շենքը։ Վարդանանց 30 հասցեում է շենքը։ Տեսնում ես քաղաքապետարանն է տվել։ Որ լավ բան Հիմա մենք մի մասն ենք կարողանում օգտագործենք շենքի, մի մասը ամբողջովին պետք է վերանորոգվի, ցավոք սրտի պատրաստ չի, բայց մի մասը օգտագործվում է եւ դա արդեն պետական ոչ միայն ոչ քաղաքապետարանն է միայն այսպես փորձերի համար է, թե նաեւ դահլիճ է լինելու, որտեղ որ Տեսեք, շենքը բավականին մեծ է, մենք նախատեսում ենք այնտեղ համ բոլոր անսամբլները, ովքեր որ ներառված են ազգային կենտրոնում, բոլոր անսամբլների այնտեղ համ փորձասենյակ, համ համերգային դահլիճ, որ համ կարողանանք համերգ տալ, հանդերձարաններ, այսինքն ամեն ինչ այն ամեն այն մինիմալ սանիտարական պայմանները, որ պետք է։ Պետք է մաքսիմալ, ոչ թե մինիմալ։ Գոնե այս այս շենքն արդեն կա։ Հիմա օգտագործում ենք։ Որ շենքի մասին է խոսքը այնտեղ, ինչ շենք կա։ Նախկին, ես եթե չեմ սխալվում, նախկին հարակրթական դպրոց ա եղել ժամանակին։ Դպրոցի շենքում է։ Նախկին դպրոց ա եղել, որը այս պահին Հա, դե ուրեմն պետք է ինչ-որ արտաքին լուծումներ նաև լինի, որ նա գեղեցիկ լինի։ Չէ, ես անկեղծ լինեմ, արտաքին այդ ֆասադ աստվածը շենքի շատ սիրում եմ։ Մշակութային շատ հին այն։ Այն 40-ականների դպրոցը ու շատ գեղեցիկ ֆասադ։ Տեսքը գեղեցիկ է, իսկապես նման է մշակույթի պալատի։
Այո, դպրոցում։ այո։ Հա, հիշեցի։ Դաժե իր այդ դիմացը ձեր տալը ինձ թվում է։ Չէ, Սխալ կլինի։ ռեկոնստրուկցիա կլինի ինչ-որ։ Իսկ քանի անսամբլ է այնտեղ արդեն բնակվելու, այսպես ասած, բարեպետականը, բարեկամությունը։ Այս պահին, քանի որ շենքը պատրաստ չի, մենք շենքի մի կորպուսն ենք կարողանում օգտագործենք, ամբողջ վարչական մասը այս պահին այդ շենքի տարածքում է, որը որ հնարավոր է օգտագործել եւ երևս երկու անսահամույթ, դա ակունք ազգագրական համույթը եւ Հայաստանի ազգային պետական նվագարանների նվագախումբը, որոնք բացարձակապես, թե ասենք բարեպետականը այսօր օպերային թատրոնի շենքում բարեկամությունը երգի բարը ինչ որ մի ձևով տեղավորված են, նրանք բացարձակապես կարելի է ասենց ասել, որ փողոցում էին, այսինքն sense 10 օր ստեղ, մի ամիս ստեղ, այս պահին իրանք ունեն, այս պահին այդ շենքում կարողանում են օգտագործել սենյակներ ու իրանց փորձերը անցկացնել այդտեղ, այդ երկու ամույթը Եվս մեկ մշակութային կենտրոն, պարային մշակութային կենտրոն արհեստավարժ արտիստների համար կլինի։ Իսկ այդտեղ օրինակ երեխաները կարող են գան այցելեն բարի խմբակներ, դասեր, կամ ինձ միշտ հուզում է, չի մենակ երեխաները, այմատ երեխաներին զոռով ենք տանում կամ ծնողներն են որոշում։ Օրինակ ես որոշում եմ, որ ուզում եմ Յարխուշտա ապարել սորը, վերջապես իսկական Սասնա Յարխուշտա։ Եվ որ տեղ ապարելու այդ բարը։ Այո, չկա տեղ, որ ես կարող եմ գնալ։ Իհարկե ես իմ մասին մի քիչ ստում եմ, ես կարող եմ զանգել իմ ընկերներին շատ գնա Յարխուշտա ապարող, այո, արհեստավար, բայց առհասարակ այդ մշակույթը ինչպես նա Չինաստանում կա, Արգենտինայում կա, որ տարեց իմ նման տարեց մարդիկ որոշում են, որ պետք է տանգո ապարել եւ սովորել։ Այդպիսի պայմաններ եւ պայմանների մասին մտածում ենք թե ոչ։ Մենք ստուդիաներ, որպես այդպիսին, ամեն անսամբլ իր ոճի մեջ, իր տեսակի մեջ, իր ստուդիաները նախատեսում ենք, բայց ձեր այս դիտարկումը մենք գիտություն կընդունենք ու կմտածենք այս մասով, որ իրոք մեզ պետք է նաև սիրողական դասընթացներ կազմակերպել, որ դուք նաև ինչի՞ չէ դուք Որովհետև մենք գիտենք հազարավոր խմբակներ, հա, հազարավոր խմբակներ, որոնք որ, չգիտեմ, ինչ որ մի շենքի առաջին հարկում ուղակի վարձում են, ինչ որ մեկ ով ուղակի այսպես ապարել գիտի եւ կարծես ինչ խմբակ է զարգացնում երեխաներ եւ արդյոք չես հասկանում դա պետք էր թե պետք չէր եւ շատ լավ կլինի որ լինի պետական մակարդակով խմբակներ երբ ծնողներն էլ վստահ են, քանի որ այնտեղ աշխատում են պրոֆեսիոնալները։ Ամբողջ խնդիրը նա էր, որ երբ որ անսամբլը իր սեփական տարածքում չի գործունեություն ծավալում, հնարավորություն այս դեպքում հազիվ եմ որ ասում անսամբլի կարիքներն ենք կարողանում հոգալ, այս դեպքում երբ որ մենք արդեն ունեցանք մեր շենքային պայմանները, վստահ եմ, որ հաստատ կունենանք ստուդիաներ թե երեխաների, թե մեծահասակների համար կստեղծենք հնարավորություն բոլորին ներգրավելու այս գեղեցիկ հեքիաթային աշխարհ, պարային աշխարհ։ Լալան ինչ-որ բան էր ուզում ավելացնել կամ ասել։ Խմբակների հետ կապված կարծում եմ։ Մենք այս պահին աշխատում ենք քաղաքի սրտում, հենց օպերայի շենքում, եւ Բարիպետականը միշտ ունեցել է ստուդիա, այս պահին չունի, եւ այնտեղ այո, դասավանդվել են երեխաներ, փոքրիկներ, բայց նաև կա այսպիսի մի ուրախալի լուր, որ մեր արտիստները համարյա թե բոլորը ունեն պարային խմբեր։ Իրենք իրենց եւ նման դեպքերում մենք ուղղորդում ենք մեր տղաների մոտ այն տղաներին, ովքեր ուզում են սովորել պարել։ Տղաների մասին չի խոսքը, ձածաների եւ ծոցաների մասին է խոսքը հիմա։ Դե, պարոն Գասոյանը ասեց, մենք դա Լավ, այսպեսի մի հարց, Բարիպետականը ամբողջ աշխարհում շրջում էր մենահամերգներով, դա կարծում եմ նորություն չէ ոչ մեկի համար եւ կարծում եմ որ ես ինքս դեռ շատ փոքր էի, երբ սերունդները միգուցե փոխվել են, այո, բայց ինչպիսին է հիմա իրավիճակը, քանի որ Բարիպետականն այնքան մեծ խումբ է, որ այդքան համերգների հյուրախաղերի գնալը մի փոքր, այո, խնդիրներ կարող է առաջացնել, բայց արդյոք տարվա կտրվածքով ունենում եք նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս մենահամերգներ։ Շատ լավ հարց էր, մի քիչ էլ ցավոտ հարց էր, անկեղծ ասած, որովհետև պարողի համար շատ կարևոր է հյուրախաղերը, ինչի մենակ պարողի, արվեստի գործիչի համար շատ կարևոր է հյուրախաղերը։ Իհարկե ամեն ինչ արվում է կենտրոնի կողմից, որպեսզի կարողանանք ապահովենք անսամբլներին ինչ որ ձևով դրսում ներկայանալու հայկական մշակույթը, ինչքանով է դա ստացվում տեսնում ենք արդյունքում տարվա վերջում ինչ է ստացվել։ Այս պահին Բարիպետական անսամբլը որպես այդպեսին հստակ
հյուրախաղ նախատեսված չունի։ Բարեկամություն պետական անսամբլը մայիսի երկրորդ կեսին Ֆրանսիայում հյուրախաղերով կլինի Ժաֆի 80-ամյակին նվիրված, Ֆրանսիայի երիտասարդական միության 80-ամյակին նվիրված բարեկամություն անսամբլը հյուրախաղերով կմեկնի։ Փորձում ենք ամեն տարի, քանի որ դժվարությունները շատ են, մի անսամբլ գոնե կարողանանք, որովհետև ինչպես ասեցիք, քանակը մեծ անսամբլների ու տեղափոխման այլ հարցերը դժվարանում են ու շատ մեծ ծախսերի հետ են կապված։ Իհարկե, այդ ծախսերը ինչքան որ մեծ են, այդքան էլ արդարացված են, որովհետև այսքան ժամանակ թե Պարի պետական անսամբլը, թե Երգի Պարի անսամբլը, թե Բարեկամություն եւ թե մեր մնացած երաժշտական համույթները հետ են վերադարձել միայն լավ ու դրական խոսքերով, էմոցիաներով։ Վերջով ճիշտ մարքեթինգային ըստ երևույթի աշխատանքի եւ գործունեության ընթացքում կարելի է գումարներ աշխատել կլորիկ նայել մեր հարևանները, տեսեք որ Սուխիշվիլին ինչ է անում ամբողջ աշխարհով մնալով կարծես թե պետական եւ ազգային պետական չի արդեն պետականից դուրս է եկել Սուխիշվիլին, ես ինչքան որ գիտեմ։ Դե հիմա նայեք, առաջ կոչվում է պետական, հիմա ես այս վերջերս որ գովազդը գրվում է, նկատեցի որ ազգային է կոչվում արդեն։ Մեզ մոտ հակառակ process-ն է տեղ ունենում, նրանց մոտ հակառակ։ Եվ բայց նրանք ամբողջ կլոր տարին կարծես թե տարբեր վայրերում եւ ուզում եմ ասել որ այնպես չի որ պետությունը պետք է պահի այդ անսամբլներին Չէ՞ որ այդ անսամբլները կարող են նաև գումարներ վաստակել։ Հյուրախաղերից մենամերգներից, այո, գումար վաստակել։ Այդ ամեն ինչը, քանի որ տեսեք Սուխիշվիլին ինքը մեկն է, այսօր ազգային կենտրոնի հարկի տակ հավաքված են 3 վաստակավոր կոլեկտիվներ, այսինքն մենք Պարի պետականը բարեկամությունը եւ Երգի Պարը մենք պարտավորություն ունենք բոլորին հավասարապես վերաբերվելու։ Այսինքն մենք չենք կարող վերցնել մի անսամբլ հիմնվել այդ անսամբլին ու կոպիտ ասած Սուխիշվիլի մեջ։ Չինգա-չունգ է պետք անել, ինչ ասեմ։ Լավ, շատ շնորհակալություն, հուսանք որ այլ ավելի լավ կլինի ամեն ինչ մյուս տարի, ամսի 29-ին այսօրվանից մի քիչ Քոչարին վերհիշում ենք։ Դուք որ վերհիշեք անպայման։ Այո, ես պետք է անպայման վերհիշեմ։ Եվ ամսի 29-ին ժամը ըստ երևույթի որ իմանաք մեր եկած 10:00 Եկեք ֆիքսենք 10:00։ Կապ չունի, որտեղ լինում ամսի 29-ին 10:00 աշխատեք երկուսից ավելի լինել։ Ես առաջարկում եմ անգամ ինչ-որ hashtag օրինել Instagram-ի համար, եւ ովքեր կնկարեն վիդեոներ, կարող են hashtag-ով նաեւ տեղադրել, որը բավականին մեծ ակտիվություն կբերի ամբողջ համացած։ Այո, եւ ամբողջ աշխարհը կիմանա, որ ձեր անվճար կողմից փոքրիկ լայվ ներդրում։ Մեր մասնագետները երևի լսեցին ձեր խորհուրդները կշարժվեն։ Այո, մենք շաբաթվա կտրվածքով կփորձենք անգամ հիշեցնել, այո։ Արնետային խասյաթ ունենք։ Կգեմես Բայց այո, շնորհակալություն քաղաքապետարանին տարածքը տրամադրելու համար եւ հուսով ենք, որ շատ արագ կավարտվեն վերանորոգման գործունեությունը, այդ process-ները եւ խմբերը իսկապես կունենան ամեն ինչի մասին երկար տարիներ երազել են եւ համերաշխ բոլորը իրար սիրելով, հարգելով կապել։ Շնորհակալություն, շնորհակալություն բանը եւ մեկ անգամ դեր գալիք տոնը շնորհավոր եւ բոլոր մեր պարող հասարակության արհեստավարժ եւ ոչ արհեստավարժ պարող եւ չպարող հասարակության նախ գալիք տոնը շնորհավոր։ Ինչ ենք անում հիմա։ Գովազդ, որ ես մի քիչ փորձեմ Քոչարի պարով։ Ահա։ Բայց ինձ թվում է, որ շատերը կուզենային դա դիտել եթերում։ Ինձ թվում է գովազդ մենք դիտենք ավելի լավագոր։ Այո, ձեր հոգեբանական առողջության համար ավելի գովազդ դիտենք, գովազդ շատի եթերում։ Վերադարձանք եւ ինչ ենք անում այս բանը։ Հիմա ձեզ ենք ներկայացնում Euro Furniture կահույքի արտադրամասը։ Ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում։ Լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Euro Furniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165 կահավորեք ձեր բնակարանը Euro Furniture-ի հետ միասին։
Կահավորեք, իսկապես, որովհետև մարդիկ պետք է ապրեն գեղեցիկ վայրում։ Այո։ Երբ որ ամեն ինչ շուրջդ գեղեցիկ է, ուզած չուզած Հարմարավետ է։ դու էլ ես գեղեցկանում եւ հակառակը։ Եվ հակառակը։ Այո։ Так, իսկ հիմա սիրելիներս ինչ ենք անելու։ Հիմա դիտելու ենք ֆենոմեն, բայց իհարկե այո, Շարլազնավուր։ ասենք թե ինչի մասին է մեր ֆենոմենը։ Հայոց ցեղասպանությունը տարագրեց միլիոնավոր հայերի։ Բազմաթիվ հայ ընտանիքներ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում։ Այստեղ ծնվեցին հայ երեխաներ, ովքեր հայի անունը համաշխարհային հնչեղականության հասցրեցին։ Այսօր կխոսենք Շարլ Ազնավուրի ֆենոմենից։ Իդեպ նրա ծննդյան օրը ուղիղ 1 ամսից է։ Եվ չմոռանանք, որ Շարլ Ազնավուրը ում ընտանիքը առնչվել է ցեղասպանության հետ, տասնյակ տարիներ անց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շարլի հայրը իր տանը պահում էր հրեաներին, որոնք որ կարծես թե եթե այդպես չլներ կդառնային հոլոկոստի զոհ։ Ամեն ինչ այս կյանքում կարծես թե իրար հետ կապված է։ Շարլ Ազնավուրի ֆենոմենը բացահայտենք, գնացինք։ Եվս մեկ անգամ վերապրեցինք Շարլ Ազնավուրի ֆենոմենը, այս պահին գովազդ։ Գովազդ մեր եթերում։ Ֆենոմենալ գովազդ Շանթի եթերում։ Արագ, շատ արագ անցան այս րոպեները, վայրկյանները եւ անգամ 2 ժամը։ Այո։ Մենք փորձեցինք ձեզ հաղորդել լավ տրամադրություն, լավ էներգիա, դուք շարունակեք մնալ Շանթի եթերում, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Մեր գործընկերները ձեզ համար պատրաստել են հետաքրքիր տեսանյութեր օրվա ընթացքում։ Դե ինչ, այսօր այսքանը կհանդիպենք վաղը, լավ օր ենք ձեզ մաղթում։ Ցտեսություն։